Ռուսաստանին ձեռ չէր տալի ունենալ Ուկրաինան նման երկիր, որը որդեգրել էր դեպի արևմուտք քաղաքականությանը եւ դրական տեղաշարժեր էր տեղի ունենում։ Այսինքն դուք պատկերացնում եք, ասենք ռուս ժողովուրդը նայում է Ուկրաինային եւ ասում տեսեք, սրանք մեզանից 2 անգամ լավ են ապրում, 3 անգամ լավ են ապրում, մարդու իրավունքներն ավելի լավ են հարգում եւ այլն եւ այլն։ Դրա համար ասած ցուցափեղկ են սարքելու, որովհետեւ Ռուսաստանին խեղճացնելու ամենալավ ձևը առանց դիմակայության ու կոնֆլիկտի դա Ուկրաինայից սարքել մի նախանձելի երկիր եւ դա գնալու է, այո, այս են վճարն է, որ ուկրաինցի ժողովուրդը տալիս է արյան գնով, բայց սա հիմքն է իր ապագա երջանկության եւ Այսինքն 28 կետերը այդքան էլ վատ չեն Ուկրաինայում։ Մենք այս 20 ասեցինք, այս 20-ը այստեղ չեն ընդունելու այս ձևով։ Ես ասացի, եթե ստորագրվելու է, ուրիշ ինչ-որ մի բան է լինելու, սա հիմք էր գնալու, բայց մենք արդեն քննարկեցինք, որ ըստ էության այդքան շահագրգիռ կողմեր չկան այս փաստաթուղթը ստորագրելու։ Արել են Լեհաստանի հետ եւ նույն տրամաբանություն արել են Լեհաստանի հետ երկար տարիներ եւ ես ձեզ ասեմ, բավական երկար ժամանակ, մինչեւ նույնիսկ 2014 թվականը ուկրաինացի եւ ռուս տարբեր փորձագետների հանդիպումների բանավեճերի ժամանակ օրինակ էր բերվում Լեհաստանը։ Նույն կերպ այն ինչ ասում պարոն Պապյանը, նույն կերպ Ուկրաինան է դառնալու ծախող պետություն եւ օրինակ է բերվելու Ուկրաինան արդեն Ռուսաստանի ներսում։ Այսինքն նույն տրամաբանության մեջ Լեհաստանը զարգացվել է, առաջ է գնացել, դարձել է ծախող պետություն եւ երբ հարց էր տրվում եթերում բազմաթիվ այդպիսի օրինակներ կան, հարց էր տրվում թե ուկրաինացիներին ինչին է պետք իրենք նայում են այն կողմ, ոչ թե այս կողմ, որովհետեւ այն կողմում կար Լեհաստան, որը ակնհայտորեն շատ ավելի իրենց համար, շատ ավելի օրինակելի պետություն էր, քան այս կողմը։ Եվ այդքան էլ կարևոր չի